Կով են հանդես գալիս, որպես Եթե մի պիտակով հանդես գանք, մենք շատ մրցունակ կայուն մի համակարգ կլինենք։ Եթե մի պիտակով չի, 50 կազմակերպություն տարբեր պիտակով ագրում չի կարող ենք մրցունակ։ Կազմակերպությունները իրաց բրենդներով են ներկայանում։ Հասկացանք, բայց պիտակի գույնը, ձևը, արմինյան, բան ինչ-որ մի ձևի պետքա դա նույնացվի։ Մենք մեծ տաղավար ենք վերցնում, շատ մեծ, որոնք որ Հերողություն եմ խնդրում։ Մենք խնդիր ունենք, երբ որ գնում են բանակցելու, բրենդը նկատի ունի։ չէ, որ գնում են բանակցելու, մարդիկ ասում են X քանակի կտակ, այդ X քանակը հնարավոր է Հայաստանում արտադրվում է, բայց 20-30 կազմակերպության կողմից։ Եթե դու ուզենաս, որ իրանց մոտ դրվի այդ շիշը կամ այդ ապրանքը, պետք է գոնե 90% նման պիտակ լինի։ Այո, բրենդ ասածը բրենդ կդառնա ապագայում, եթե բոլորը միանան մի անվան տակ, որակն էլ վերահսկելի լինի։ Ամեն դեպքում մենք խրախուսում ենք նման մոտեցումները, բայց հասկանալի է, որ շատ հարցեր բիզնեսի որոշման տիրույթում է գտնվում։ Կարճ մի հատ հարցնեմ, էլի, հիմա որ վարդերը մեր ծաղիկները կներեք վաճառվում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում, դրանք վաճառվում են, որովհետև մրցունակ են, թե որովհետև սփյուռքն է օգնում վաճառել։ Դրանք բացարձակապես չեն գնում այնտեղ, որտեղ սփյուռք ունենք, մեծ, դրանք ինքնաթիռներով գնում են, որովհետև պայմանագիր ունի կա որոշ կազմակերպություններ մատակարարների հետ եւ գնում են մեծ լոգիստիկ կենտրոններ, այդ լոգիստիկ կենտրոններից բաշխվում են ամբողջ Միացյալ Նահանգներ։ Նու ինքը գտնվում է Արևմտյան ափում, այսինքն նկատի ունեմ այդ բացարձակապես այդ կազմակերպությունները գնացել են իրենց մարքեթինգային լոգիստիկ կարողություններ զարգացնելով պարտներներ ֆանտաստիկ արդյունք է, շատ լավ։ Այս բանը, այս բարձաբանը էլի որ մենք մի հատ հասկանանք ինչ ենք ուզել, ինչ կարող ենք անել մենք։ Հիմա հնարավոր է որ արտադրողը կապ չունենա իր արտադրանքի իրացման հետ ինստիտուտ ստեղծվի, որ ասի այս պիտակով արտադրեք այս որակով, այսքան շաքարայնությունով, այսքան այս ինչով, ես կվաճառեմ։ Կարող է մենք պետք է աջակցենք տենց կառույցների պետությունը ինչ որ աջակցություն ցուցաբերի, որ այդ կառույցը գնա բոլոր գործարանները, պատվերները դնի, ինքն էլ իրացնի։ Ոնց որ ձեր ծաղիկը, մեր ծաղիկը, հիմա այդ կառույցը ձեռք է բերում, բաժանում է ամբողջ Ամերիկայի Միացյալ Նահանգների հարավային կամ, չգիտեմ, հյուսիսային հատվածում։ Շնորհակալություն։ Դուք շատ ճիշտ եք նշում, դասական լոգիստիկ կենտրոնների գաղափարի մասին եք խոսում, փաստացի այդպիսի լոգիստիկ կենտրոններ Հայաստանում այն ծավալով եւ այն ապրանքային քանակները, որոնք սպասարկեն չկան, բացառությամբ առանձին, այսպես ասած, դեպքերի փոքր, որոնք հիմնականում մրգի շուկայի դեպքում են գործում կամ բանջարեղենի, բայց մենք ունենք գործիքակազմ կառավարությունը, այդ նույն իմ նշած լիզինգի ծրագրով լոգիստիկ կենտրոնի ստեղծման համար անհրաժեշտ բոլոր սարքավորումները, մեքենաներ, սառնարաններ, բոլոր տեխնիկական միջոցներ եւ այլն, պետությունը մինչև 10%-ային կետը վարկի փոխհատուցում է, այսինքն եթե վարկը օրինակ 14% դրույքով է տրամադրված, 10-ը պետությունն է սուբսիդավորում, օրինակ 4%-ային կետը բիզնեսը, այսինքն մենք նաև այդ առումով, նաև այդ նպատակադրումով, որ Հայաստանում խոշոր լոգիստիկ կենտրոն չունենք, որտեղ հավաքվի այդ ապրանքները, խմբավորվի, միավորվի եւ մեկ միասնական բրենդով կամ հովանոցային եղանակով ենթաբրենդով արտահանվի, նաև այդ գործիքները առաջարկել ենք եւ նաև բոլոր հնարավոր ներդրողներին դրա մասին հուշում ենք, այդ գաղափարի մասին խոսում ենք։ Պարոն Սուքեսյան, դուք նաև նշեցիք տարբեր այլ երկրների մասին, ԵԱՏՄ-ի համաձայնագրերը։ Իհարկե հասկանալի է, որ աշխարհագրական հեռավորությունից կախված եւ տարբեր այլ ցուցանիշներով շուկայի մեծություն, ֆիզիկական եւ ոչ միայն տարբեր երկրներ Հայաստանի համար տարբեր նշանակություն ունեն։ Օրինակ Իրանը կամ Մոնղոլիան չեն կարող համատել հենց նույն շուկայի մեծությունից ելնելով կամ աշխարհագրական հեռավորություններից ելնելով, բայց այնուամենայնիվ բոլոր դեպքերում մենք շատ ուշադիր ենք թե բանակցությունների ժամանակ, որպեսզի փորձենք մաքսիմալ եւ այդպես է, բոլոր երկրներն էլ այդպես են վարվում, իրենց համար զգայուն ապրանքների մասով մաքսիմալ արդյունավետ լուծումների հասնել եւ այստեղ բնականաբար մեզ համար
երկու առումով է կարևոր, մի դեպքում ինքը արտահանման շուկա է, մյուս դեպքում ինքը հնարավոր, այսպես ասած, էժան հումքի աղբյուր եւ շուկա է, չնայած ես նշում եմ, որ կառավարությունը ունի մի ծրագիր, որը կոչվում է գերակա ոլորտներում ուրեմն աջակցության ծրագիր, ինչը ենթադրում դա, երբ որ կառավարությունը որոշակի ոլորտներ գերակա է համարել եւ այդ ոլորտներից օրինակ ամենակարևորը մշակող արդյունաբերությունն է եւ քանի որ մեր նպատակները հնարավորինս տնտեսապես բարդ ապրանքներ արտահանել, որովհետեւ մեր այդ բարդության ինդեքսը, complexity ինդեքսը բարձրացնենք, մենք մեծ ուշադրություն ենք դարձնում նրա վրա, որովհետեւ Հայաստանում ապրանքների արժեշղթան երկարի։ Այդ պատճառով մենք հումքի ներմուծման վրա մաքսատուրքի ազատման արտոնություն ենք տալիս երբեմն, եթե կազմակերպությունը խոստանում է նոր աշխատատեղեր ստեղծել, եթե կազմակերպությունը խոստանում է արտադրական կարողությունները մեծացնել եւ նոր ներողություն եմ խնդրում, բայց ինձ մի բան է հետաքրքրում։ Մենք 25 թվականն ենք մարտ ամիսն է։ Դուք 24 թվականի ձեր եզրահանգումը, ձեր վերլուծությունները, ձեր տեսած առևտուրը, ձեր տեսած արտադրական հզորությունները, ձեր տված լիզինգը, ձեր պետության կառավարության աջակցությունը, որ սարքավորներ ներկրեն պետության կողմից աջակցվելա։ Ինչ պոտենցիալ ենք տեսնում 25-ի այսօր մենք մարտն ենք։ Մենք հունիսին ինչ աճ կունենանք, որ ոլորտներում ավելի մրցունակ կլինենք, եւ սեպտեմբերին որ ոլորտներում, 26 թվականի հունվարից որ ոլորտներում։ Սա պետք է ամեն օրվա աշխատանք լինի։ Այս վերջերս ես մի բան եմ նկատել, տեսել եմ դրսում, հետո սկսել եմ վերլուծել։ Գարիս է 7-անավականում տեսա Greek jewelry, բայց ես արդեն այնտեղ խոսել էի մարդկանց հետ, ասել էին մեր Հունաստանի լավագույն ոսկերիչները հայեր են, բայց բռնելա գրելա Greek jewelry։ Greek jewelry չկար բանում Աթենքում։ Հարյուրավոր խանութներ տարբեր մարդիկ կատարում էին, բայց որպեսզի տուրիզմի ու մարդկանց գիտակցության մեջ այդ տպավորությունների Greek jewelry էր գրած։ Հիմա ուզում ասեմ մենք հայերս ամբողջ աշխարհում ամենալավ ոսկերիչներն են։ Արմենիան ոսկերչությունն ուրա որ չունենք։ Նկատի ունեմ մարդիկ արդեն մտածում են ոնց անեն ամեն մի փոքր բանից իրանց երկրին, իրանց ոլորտներին աջակցություն բերեն։ Հիմա ես ասում եմ, պարոն Պապոյան ջան, խնդրում եմ ինձ ասեք 26 թվականից որ ոլորտներում ինչ նոր ոլորտներ կլինեն, ինչ նոր արտադրատեսակներ կլինեն, ինչ նոր սարքավորումներ կլինեն, որ մենք տեսնենք այն որ ասեցի երրորդ տեղում ենք համախառը ներքին արդյունքով Ռուսաստանից, Ղազախստանից հետո կարող է դրանք հավասարվենք Ղազախստանին։ Ունենք այդ պոտենցիալը, որն է, որոնք են դրանք։ Սրա մասին է պետք խոսել, խնդրում եմ։ Այն որ երբ որ Սփյուռքն ասեցի, Սփյուռքի երրորդ տեղում էր, բայց դա քաղաքական բանով ասեցի, որ հասկանանք, որ մեր Սփյուռքն էլ այդքան ասում ենք Սփյուռք, իրանք էլ պետք է մի բան անեն։ Շնորհակալ։ Ես ներողություն եմ խնդրում, հարգելի գործընկերներ, ես առաջարկում եմ պարոն Պապյան ամփոփեք մեր երկու գործընկերներն էլ պետքա ելույթով հանդես գան, որից հետո դուք էլի հարց ունեք։ Եվ այդ էկոնոմիկայի մասը մյուս հարցի շրջանակում խնդրում ենք պարոն Պապյան հետ։ Այո, հիմա մենք ինչ ենք անել, ուր ենք դնում, չէ։ Եթե չես քննարկում, մեզ պետք չի։ ուրիշ բան նկատի ունեմ, պարոն Ներողություն, մի վարքյան, պարոն Հակոբյան, մի վարքյան։ Միացրեք խոսք։ Մենք պետք է հասկանանք մեր այս ԵԱՏՄ-ի եղած ժամանակահատվածը մեզ ինչ տվեց, որակի լավացում տվեց, կոոպերացիաներ ստեղծվեց, նոր ինչ-որ հումքեր, նյութեր բերեցինք, նոր սարքավորներ եկավ, նոր արտադրանք տվեցինք։ Ինչ ենք անելու, մենք ուր ենք գնում, ինչ նպատակներ ունենք, հայկական հումքը օգտագործում ենք, չենք օգտագործում։ Հայաստան ներմուծվող ապրանքների փոխարինող երբեք մտածելու, որ եթե 10 ապրանք ես պայմանական եմ ասում, դրանցից գոնե 8-ը փոխարինենք հայկականով կամ 5-ը կամ 3-ը։ Կա այդ հիմա հակառակ դեպքում ինչ որ քննարկենք, այդ նշանակում է եկել ենք ուղղակի քննարկենք ինչ որ չգիտեմ էլ ինչ։ Շնորհակալություն, ասեք խնդրեմ։ Շնորհակալություն։ Հիմա հերթով անդրադառնամ Բոնսպեսան ամենալավ
պատասխանը ձեր հարցերի ենթադրում եմ կարող է տալ այսօր նաև կօգտվեմ առիթից եւ կներկայացնեմ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերը։ Ինչու՞, որովհետեւ այդ աջակցության ծրագրերը հենց այդ հարցերին պատասխանելու մասին են։ Եթե իրենք չեն պատասխանի այդ հարցերին, բնականաբար ուրեմն մենք ինչ որ լավարկումներ պետք է անենք։ Եթե պատասխանեն, հերթականությամբ գնանք։ Առաջինը սկսեմ տնտեսության արդիականացման միջոցառումից, դրա մասին ես նշեցի։ Ինչու ենք այդ ծրագիրը անում։ Այդ ծրագրի նպատակը հետևյալն է՝ մեր հին խորհրդային կամ 90-ականներին երկրորդային շուկաների ձեռք բերված մեքենասարքավորումները փոխարինել ժամանակակից եվրոպական, ամերիկյան, ճապոնական եւ այլ մեքենասարքավորումներ, մրցունակ սարքավորումներ, որոնք նույն ապրանքի արտադրության համար ծախսում են շատ ավելի քիչ հումք, շատ ավելի քիչ կորուստ են ունենում, շատ ավելի քիչ էլեկտրաէներգիա, ձայն ավելի քիչ երևի թե միակ բանը, որը կարա նաև բացական մյուս էֆեկտներ ունենա, այո, աշխատուժել են ավելի քիչ օգտագործում, բայց դա դրանից չեն կարող խուսափել, դա է։ Հաջորդ ծրագիրը։ Տեսեք, մենք ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց, մենք աջակցում ենք բոլոր ներդրողներին Հայաստանում կատարել ներդրումներ։ Մեծ ոլորտ կամ իհարկե որոշակի բացառություններ, բայց հիմնականում մենք ինչ ենք ասում ներդրողին, օրինակ 1 միլիարդ դրամի ներդրում անող ներդրում փոքր, 1 միլիարդ փոքր ներդրում է մեծ հաշվով, հա։ Մենք իրան ասում ենք, քեզ անհրաժեշտ է կապիտալ ծախսերից ուրեմն 20% չափով, քո ներդրումների 20% չափով մենք քեզ քո համար կապիտալ ծախսեր ենք անում, օրինակ բաների ենթակառուցվածքների համար, ասենք էլեկտրաէներգիայի, գազ եւ այլն։ Սա 40-50 հատ գործարան իր ենթակառուցվածքներով կանգնած է, նույնը վերցնենք Աբովյանի սիրուս 120,000 քառակուսի մետր, կանգնած է տանիքների վրա արդեն ծառա աճում, մալուխները 5 տիպի մալուխ կա, որտեղ ժամանակին ինքը համարվել է որպես փոստային հասցեով գործարան, ինչ-որ ձևով ռազմական բան ունեցել, ուղղվածություն ունեցել։ Այդ շենք շինությունները քանդու քարապեղած, փոխանակ ասեք հետա ենթակառուցվածքները, ասեք մենք ստեղծենք։ Այդ ստեղծած ենթակառուցվածքը չի աշխատում։ Ինչ ենթակառուցված։ Դուք պետք է դրա համար այդ կլաստերները նրա համար է, որ ասես պարոն, դու ոչ թե այնտեղ արա այս գործը, արի ստեղ քեզ 3 անգամ քեզանից էժան կնստի։ Այն ինչ որ դու այսօր ես որոշել։ Դրա համար խնդրում եմ այդ ամենավատ ծրագիրն ա եղել մեր պատմության մեջ, որը ես քննադատել եմ, ձեր նախորդ նախարարն ա բերել, ես էլ ասեմ սխալ ա։ Եկեք գնացեք տասնյակ գործարան ցույց տամ, որտեղ որ ենթակառուցվածքները կա, էլ դրա կարիքը չկա դու գումար ծախսես։ Հիմա այդ գումարը ծախսում ենք, որ ինչ անենք։ Շնորհակալություն։ Պարոն Սուքասյան, ամեն ինչ լավ է։ Կներեք պետգույքի պատասխանը։ Պետգույքի հետ հարց չի, դա անձնական ունեցվածք է եւ այդ մարդիկ այնպիսի գներով էր առաջարկում, երբ որ գործարար գալիս ասում է ես ուզում եմ նույն օրինակ ձեր նշած գործարանը, այնպիսի գնով են առաջարկում, որ մարդը ասում է ես ավելի լավ է կողքը օգտվեմ կառավարության առաջարկած ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց ծրագրից, գործարան կառուցեմ, կառավարությունն էլ իմ համար ենթակառուցված կապահովի, դա շատ ավելի էժան է նստելու, քան այդ գործարանը, որովհետև ցավոք սրտի հիմա լավավատա էտա մենք ունենք մի իրավիճակ, որ մարդիկ շատ էժան գներով կարող է սեփականաշնորհել ինչ-որ բաներ եւ այսօր չեն աշխատացնում, հետնել բարձր գներ են սահմանել եւ այլ տնտեսվարողներ, որոնք տնտեսական ակտիվություն են ուզում ցուցաբերեն տվյալ տարածքում, իրենց տնտեսապես նպատակահարմար չէ, իսկ նախընտրում են նոր գործարան կառուցել, քան թե 5 գործարանը վերագործարկել։ Սա մեկ։ Երկրորդ գործիքա 1400 անգամ ավելի մեծ արդյունք է տվել, որտեղ դա մի մեծ համակարգի մեջ 1-2 մասնաշենքեր, մի մասնաշենքը ձեռք բերվեց, 5 անգամ ավելի էժան, քան շուկայական գիններ, որտեղ այդ մարդուն գումարել պետք տաներ, բանկերը փակեր, այդ սեփականատիրոջը, 1400 անգամ ավել այդ կառույցը շրջանառություն ա տվել ու հարկեր ա տվել պետությանը։ Իմ ասածը դրա մասին է։
Հիմա սա կարանք որպես օրինակ ես հասցեն էլ ասեմ, նկարներ էլ ցույց տամ, գործնեության ոլորտն էլ ասեմ ու քանի աշխատատեղաստեղծել դա։ Եթե ուզում եք ես կարամ մի ժամ հետո ասեմ ձեզ ուղարկել, որ դրանից հետո այդ ճանապարհով գնանք առաջ։ Այստեղ չի լինի։ Պարոն բոլոր ճանապարհներն էլ պետք է լինեն։ Ինձ թվում է, որպեսզի նաև դրանով մրցակցային միջավայր ստեղծենք, որովհետև այս գործիքը ինքը ստիպում է այո, այդ սեփականատերերի նաև ըստ էության որոշակի մրցունակ եւ շուկայականին մոտ գներ առաջարկել եւ դա կարծում եմ իրանք կարեւոր են։ Մենք մեզ համար ինչ կարեւոր, այսպես ասած, ծրագրեր կան, որոնց վրա մենք ուշադրություն ենք դարձնում։ Առաջին հաջորդիվ կապիտալի շուկայի զարգացումն է մեզ համար կարեւոր եւ դրա համար թողարկման եւ արկանշավորման ծրագիրն ենք իրականացրել եւ եթե նախկինում իրական տնտեսության տնտեսության իրական հատվածում գրեթե շատ քիչ ընկերություններ կային, որոնք որ երբևէ թողարկում էին արել կամ վարկանշավորում էին ձեռք բերել, ապա պետք է նշեմ միայն այս ծրագրով արդեն վերջին 6-7 ամսում վերջին 1 տարում համախառն իրար հետ 3 ընկերություն արդեն իսկ գնացել է թողարկման եւ շարունակելու եւ մի քանի ընկերությունների հետ հիմա ակտիվ բանակցում ենք։ Այս սա նույնպես կարեւոր է, որպեսզի անավանդական ֆինանսավորման գործիքներից դուրս գանք եւ այլ ֆինանսավորման գործիքներ գտնեն մեր կազմակերպությունները։ Տնտեսապես բարդ ապրանքների արտադրության պետական աջակցության ծրագիրը նույնպես կարևոր ծրագիր է եւ այն ընկերությունները, որոնք որ որոշակի մասնավորապես 1 միլիարդ դրամ առնվազն ներդրումներ են իրականացնում եւ այդ ներդրումների արդյունքում ստեղծվելու են նոր արտադրական հզորություններ, նոր գործարաններ, որոնց արդյունքում ուրեմն տնտեսապես բարդ ապրանքներ են արտահանվելու, ապա մենք այդ ընկերություններին տալիս ենք ուրեմն փոխհատուցումներ տարբեր փուլերով 30%, 10% եւ այսպես շարունակ եւ ուզում եմ նշել, որ այս ծրագրից հիմա օգտվող օրինակ մեկ գործարան կա, դեղագործական ընկերություն է, ով 6.5 միլիարդ դրամի ներդրում է անում եւ տեղերը արտադրելու եւ այդ տեղերը արտահանվելու են շուկաներ, այսինքն դա տնտեսապես բարդ ապրանքի մեկ օրինակ եւ մենք մեր քաղաքականությունը այդպեսին է, որպեսզի մենք տնտեսապես բարդ վերջնական արտադրանքներ ուրեմն թողարկենք։ Հաջորդը ես արդեն նշեցի, որ մեզ համար շատ կարեւոր նշանակություն ունի մշակող արդյունաբերության զարգացումը, որում այստեղ մենք քաղաքականությունը եւ այսպես ասած հրող եւ քաշող քաղաքականություններ ենք իրականացնում։ Ինչ նկատի ունեմ հրող եւ ինչ նկատի ունեմ քաշող ասելով։ Հրող ասելով նկատի ունեմ այն քաղաքականությունը, երբ որ մենք օգնում ենք, աջակցում ենք, որպեսզի տեղական որպեսզի մշակող արդյունաբերությունը զարգանա։ Օրինակ, երբ որ ասում ենք, որ հումքի համար մաքսատուրքից ազատում ենք, կամ ունենք մշակող արդյունաբերության ոլորտում աշխատողների աջակցության ծրագիր, երբ որ եկամտային հարկն ենք իրենց փոխհատուցում որոշակի պայմանների ապահովման պարագայում, մենք օգնում ենք, որպեսզի արտադրությունը զարգանա, ինքնարժեքը իջնի, բայց միևնույն ժամանակ մենք նաև քաշող քաղաքականություն ենք իրականացնում եւ ինչ նկատի ունեմ, երբ որ մենք մրցունակ ենք դարձնում ապրանքը արդեն վերջնական սպառման վայրում։ Այդ պարագայում մենք ինչ ենք անում դրա համար, օրինակ նույն ուրեմն արտահանման խթանման նպատակով այդ օժանդակության ծրագիրը մաքսատուրքի փոխհատուցման մեզ հնարավորություն է տալիս այդ ավելի մրցունակ ապրանքներ ստանալ վերջնական շուկաներում եւ դրանով նաև արտադրությունը այստեղ խթանել։ Այսինքն եւ արտադրության վայրում եւ վաճառքի վայրում մենք աջակցության քաղաքականություն ենք իրականացնում կամ մարքեթինգային ծախսերի մասով։ Բայց ես ուղղակի մի բան ձեզ փոխանցեմ, եթե կարելի է, եթե հնարավոր է 1 ամիս հետո ինձ տակ 2026 թվականի հունվարին, որ ոլորտները ինչ կարգի աճ կունենան, մյուսը 20 տարի առաջ ես ասել եմ 20 տարի առաջ խնդրել եմ, որպեսզի Հայաստանի Հանրապետության այն կազմակերպությունները, որոնք որ սեփական աշտոնական պետությունը պայմանագիրակնքում վերցնենք բյուջեային հեռախոսի կապի այդ կազմակերպությունները պղնձամոլիբդենականը, մյուսը այդտեղ 5 կամ 10% բաց թողեն, բաց բաժնետիրական սարքեն, որ հասարակությունն են մաս կազմի, այդ արժեթղթերը ձեռք բերի, ոչ թե լինի, այլ միլիոնավոր մարդիկ իրանց երկրի կազմակերպությունների մեջ մաս կազմեն, որը ես կարծում եմ ֆինանսների նախարարը դրանք անդրադառնա, որ մի մաս տակ ասեք, որ բաց բաժնետիրական ժողովուրդ կարաք ձեռք բերեք ու դրա այդ կազմակերպության եկամուտներից դուք էլ օգտվեք, ամբողջ աշխարհը այդ ձևով է,
գնաց է առաջ եւ ես կարծում եմ դուք որպես էկոնոմիկայի նախարար պետքա դա առաջարկեք եւ դուք որպես ֆինանսների նախարար կարծում եմ ամենալավագույն գործիքն է այդ ինչ որ դուք ասում եք սա է որը որ մարդկանց որոնք որ եկամտով են աշխատում եկամտով աշխատող կազմակերպություններ կան որոնք որ մրցունակ են լիցենզավորված բիզնեսը օրինակ օդանավականին կարող ասեք 10% բացեք տվեք თუ հասարակությունը մասնակցի օրինակ Չէր համաձայնի, մի ուրիշը կհամաձայներ։ Տեղական հումքի փոխարինող տեղական հումքը ամենտեղ օգտագործելուց, որպեսզի այդ տրանսպորտային ծախսը ինքնարժեքը պակասի, ավելի մրցունակ կառույց լինի։ Ներմուծմանը փոխարինող, դա նույն շարունակությունն է, թե ինչ ձևերով, ինչ սխեմաներով։ Մյուս ամենակարևոր բանը, որը ձեզ պետք է ես խնդրեմ անձամբ, ունենաք 5, 10, 20, 30, 40, 50, 100 միլիոնանոց ծրագրեր, որ երբ որ ներդրողը գալիս է, ասեք, գիտեք ինչ, մենք ունենք 5 միլիոնոց 10 տիպի ծրագիր, որն ուզում եք ընտրեք։ Ունենք 10 միլիոնոց ծրագիր, 10 հատ, խնդրեմ, ընտրեք, 20, 50, 100, դե 100-ից վերև Հայաստանը մի քիչ բարդ է, 200 միլիոն։ Այսքանը շնորհակալություն պատասխան։ Արձագանքեք, բայց Սկսեմ վերջից, պարոն Հովհաննիսյանը արդեն ոտքով ունենք այդպիսի ծրագրեր, հենց 5 էլ ունենք, 10 էլ ունենք, 20 էլ, 50 էլ, 100 էլ ու նաև կազմակերպություններն են պատրաստ, այսինքն ներդրումային ծրագրերում իրենք ով որ ներդրում է կատարում, ինքը պատրաստ է այլ գործընկերներ ներգրավելու եւ իրենք են մեզ խնդրել, որպեսզի այդ ծրագրերի մեջ եթե կլինեն ներդրողներ, իրենք պատրաստ են սիրով հանդիպել, այդ կա այդպիսի ծրագրեր եւ ներդրումների աջակցման կենտրոնն է տիրապետում այդ տվյալներին եւ նախարարությունը։ Դուք էլի հարցեր բարձրացնեցիք, որոնց որ ես անուղղակիորեն պատասխանեցի մեր քաղաքականությունների միջոցով, բայց տեսեք, ես մի քիչ ավելի կենտրոնանամ, քանի որ դուք ոսկերչության մասին էլ նշեցիք։ Հիմա ոսկերչության մասով մենք մի միջոցառում ենք այս տարվա ամռանը պլանավորում մասնակցել Լաս Վեգասում, որը վաճառք ցուցահանդես է, բայց նաև պլանավորում ենք դրա հետ մեկտեղ, տեսեք, Սփյուռքի հետ էլ եմ կապում, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի հետ ունենք նախնական պայմանավորվածություն, քանի որ ինքը Նևադայում է, Լաս Վեգասում կազմակերպել մոտավորապես նաև Լոս Անջելեսի մեր ոսկերիչների հետ, այսպես ասած B2B աշխատանքային հանդիպում քննարկում, այսինքն Համաձայն եմ եւ հիմա ֆինանսների նախարարությունը կարծես թե ունի նաեւ այդպիսի օրենսդրական նախաձեռնություն էլ մենք ունենք, որը ավելացված արժեքի ենթադրելու է ավելացված արժեքի հարկով հարկման հավելյալ արժեքով հարկման համակարգի որոշակի կիրառություն եւ դա ըստ էության բերելու է նրան, որպեսզի կազմակերպություններ ձևավորեն եւ հետեւանք որպես բրենդներ ձևավորեն։ Ինչ վերաբերում է 26 թվականի տնտեսական կանխատեսումներին, նորից կարծես թե ֆինանսների նախարարության տիրույթում է իրենք են կանխատեսումները անում։ Շատ լավ։ Պարոն Հովհաննիսյանը կպարտասի։ Պարոն Պապյան, շատ շնորհակալություն ձեզ բազմակողմանի համընդհանուր մանրամասն զեկույցի համար։ Հիմա խոսքը տրամադրենք ֆինանսների նախարար պարոն Հովհաննիսյանին, համեցեք։ Շնորհակալություն պարոն Հակոբյան։ Ես այս ներկայացման շրջանակներում հաշվի առնելով հանձնաժողովի գործունեության ոլորտը կներկայացնեմ մեր միջազգային համագործակցության շրջանակներում կատարված աշխատանքը եւ փորձելով ավելի մանրամասն անդրադառնալ կայունացման եւ զարգացման Եվրասիական հիմնադրամին, ում հետ բավականին ակտիվ աշխատանքներ ենք իրականացնում։ Այստեղ պետք է ասեմ, որ 2024 թվականի մայիսին ստորագրվել է ուրեմն բյուջետային աջակցության ծրագիրը, որի բարեփոխումների հիմնական շրջանակը ներառում էր տնտեսական աճի ներուժի ընդլայնումը, աշխատանքի շուկայի արդյունավետության բարձրացումը կամ զարգացմանը նպատակաուղղված մի շարք միջոցառումների իրականացումը։ Իդեպ ասեմ, որ պարոն Պապոյանի նշած բարդ ապրանքների գծով աջակցության արտադրության կամ ներդրումների գծով աջակցության ծրագրերը հենց նախապատրաստվել է այս ծրագրի որպես նախապայման։ Հիմա չեմ անդրադառնա բոլոր
կետերին, որի թե անհրաժեշտություն կլինի հետո հարց ու պատասխանի ձևով այդ ծրագրի բոլոր կետերին կանդրադառնամ։ Ուղղակի պետք է այստեղ նշեմ, որ նախապայմանները իրականացվել են, համաձայնագիրը վավերացվել է, բայց Եվրասիական զարգացման բանկից անջատման իրավական բարդ գործընթացով պայմանավորված վարկային միջոցները չեն ստացվել, որովհետև համաձայնագրով սահմանված 24 թվականի դեկտեմբերի 31-ը վերջաժամկետ էր, որի մինչև այդ նիստ չի գումարվել, խորհրդի նիստ չի գումարվել եւ դրա համար մենք այս գումարները չենք ստացել։ Իհարկե ուրախալի է նա, որ մենք մեր դեֆիցիտի ֆինանսավորման խնդիրները կարողացել ենք արդյունավետ լուծել նույնիսկ առանց այս միջոցների եւ կարողացել ենք դրական բալանսով, այսպես ասած, փակենք տարին, ինչի վերաբերյալ առիթ կունենանք խոսել բյուջեի հաշվետվությունների ներկայացնելու ժամանակ։ Ասեմ, որ Կայունացման զարգացման Եվրասիական հիմնադրամի հետ մի կարևոր նշանակություն ունեցող այլ համաձայնագիր են կնքել, որը կարճարանի թունելի շինարարությանն է վերաբերվում։ Այստեղ $200 միլիոն ներդրումային վարկի տրամադրում է տեղի ունեցել։ 24 թվականի սեպտեմբերի Մասարայի ջրամբարի կառուցման համար $40 միլիոն ներդրումային վարկի ստացման նպատակով Կայունացման զարգացման Եվրասիական հիմնադրամը ներկայացվել ֆինանսական հայտ եւ բանակցվել են վարկի տրամադրման պայմանները եւ մի այլ կարևոր նախաձեռնություն կա ֆինանսների նախարարության համար, որ ստորագրվել եւ ուժի մեջ է մտել պետական ֆինանսների կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման գործընթացի շրջանակներում $2 միլիոն ամերիկյան դոլարի չափով դրամաշնորհի ստացումը, որը գալիս է համալրելու այն գումարը, որով այս տարի ձեռք ենք բերելու այդ տեղեկատվական ամբողջ համակարգը։ Եթե խոսենք ընդհանուր առմամբ մեր միջազգային համագործակցության շրջանակներում կատարվող աշխատանքներից, ապա 4 ծրագիր ենք իրականացրել, մի հատ համաշխարհային բանկ OPEC միասին 92 միլիոն եվրո եւ 50 միլիոն եվրո արժողությամբ բյուջետային աջակցության ծրագիր ենք իրականացրել։ Այնուհետև Ասիական զարգացման բանկի եւ զարգացման ֆրանսիական գործակալություն այս բոլոր ծրագրերը մանրակրկիտ անցած տարի քննարկել ենք, ես ուղղակի ուզում հիշեցնեմ, որ մենք այս ծրագրերը իրականացրել ենք։ Հա, հիմա ներդրումային վարկային համաձայնագրեր են կնքվել անցած տարի ԱԶԲ-ի շատ լավ։ Հեսա ամփոփի ու Հա, այսինքն առողջապահության ոլորտում երկու կարևոր ծրագիր ենք իրականացնում, մի հատ Ասիական զարգացման բանկի, մի հատ համաշխարհային բանկի հետ։ Հեսա ասեմ, առողջապահության որակի բարելավման ծրագիր ենք իրականացնում 45 միլիոն եվրո արժողությամբ Ասիական զարգացման բանկի հետ, որը նպատակ ունի առողջապահական հաստատությունների կառուցմանն ու բարելավմանն է ուղղված, առողջապահական ծառայությունների որակի առողջապահական ծառայությունների որակի գնահատման եւ հաշվետվողականության թվայնացման եւ ինստիտուցիոնալիզացիային, բժշկական հաստատությունների լիցենզավորմանը, առողջապահության ոլորտի մարդկային կապիտալի զարգացմանը, հեռաբժշկության պիլոտային ծրագրի իրականացմանը, էլեկտրոնային առողջապահության գործիքների կիրառության բարելավմանը։ Աշխատելու է նույն բանն է, թե սա առանձին, թե հենց այդ ինչը որ պետքա գլոբալ ունենանք ամբողջական, սա դրա մեջ մասնակազմ է։ Այս մեր համակարգերի բարելավումն է, որովհետև առաջնային բարելավումը, բայց ուրեմն գլոբալն է արվում, սա պետքա նրան համարժեքության խնդիր լուծի, նկատում եմ պետքա բնականաբար իրար հետ միանա դառնա մի ծրագիր, չի հակառակ դեպքում ես Դուք ճիշտ եք, հենց դրա համար փոխվարչապետի գլխավորությամբ մենք ունենք թվայնացման խորհուրդ, որտեղ բոլոր ծրագրերը ցանկացած Այո։ Եվ իհարկե մի քանի կարևոր ծրագիր ենք իրականացնում հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ուղղությամբ, այստեղ 3 կտոր ունենք, որը
հյուսիսային հատվածն է, որը Եվրոպական ներդրումային բանկի եւ Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ եմ իրականացնում, Ֆրանսիայի կառավարության հետ քննարկումների մեջ ենք թունելի ֆինանսավորման հետ կապված եւ հարավային հատվածը ֆինանսավորվելու է վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի եւ եվրոպական ներդրումային բանկի միջոցներով եւ վերջի բանը, որ այստեղ կնշեմ, դա արժույթի միջազգային հիմնադրամի հետ կատարվող շատ արդյունավետ աշխատանքն է, իրենց հետ ունենք ծրագիր, որը 24 թվականի ընթացքում ունեցել ենք 2 վերանայումներ, բոլորը դրական եւ այդ հաշվետվությունները բոլորը հրապարակված են եւ առաջիկա օրերին սպասում ենք նաեւ այս տարվա առաջի վերանայումը, որը առաքելությունը գա Հայաստան, սիրով պատասխանեմ ձեր հարցերին, եթե սրա հետ կապված հարցեր։ Նայեք, երբ որ ասում եք թունել եւ նոր ասում եք, որ հյուսիս-հարավ, ես կարծիք ունեմ, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որ մասնավորը գա ինքը ներդրումներ կատարի եւ դա դառնա վճարովի, որ պետությունը այդ բեռից դուրս գա։ Եվ սա պետքա էկոնոմիկայի նախարարությունը ձեզ տալ փաթեթ, ասել, որ մեզ ավելի ձեռնտու է, եթե այս գնով դնենք, որտեղ ամբողջ աշխարհում այսօր Եվրոպայում ման ես գալի, մտնում ես Ֆրանսիա վճարում ես, գնում ես Իտալիա վճարում ես, եթե պետքա իրանց հատուկ բաներ եք տալիս, հատուկ կարգավիճակ եք տալիս, որ առանց վճարելու անցնում է կամ այդ պետությունը հետո ապագայում գումարվում է այդ գումարները, փոխանցում է այդ համապատասխան կառույցին, մասնավորին կամ պետականին։ Սա ես կուզեմ, որ դուք մի քանի կտոր անեք մեր հյուսիս-հարավը, բայց ոչ միայն հյուսիս-հարավը, եւ պետք է մեր էկոնոմիկայի նախարարությունը, քաղաքաշինության նախարարությունն էլ տա, մենք Իտալիայի պես երկիր ենք, ես օրինակ ձեզ ասեմ, մի կետից մյուս կետը 260 կիլոմետր է, 38 հատ մենակ թունել կա, եթե 38 հատ թունել կա, դիմացնել անպայման բան է, մոստա լինում, կամուրջա լինում, այդ կամուրջն էլ ինչ են արել։ Ամեն ինչ արել են, որպեսզի էկոլոգիան իրանց փրկեն, ամեն ինչ արել են, որ մարդը ավելի կարճ հասնի ակետից բեկետ։ Հիմա մենք մի հատ հյուսիս-հարավի վրա բերեք միջազգային կառույցներին տրանսպորտի մեջ բավականին փորձ ունեցող, ասենք եկեք այս տարածքները վերցրեք, իրացրեք այս ծրագիրը, գնում ենք վարկ ենք վեկանում, հա իհարկե հիմա չկան դրանք, պետքա վարկ վերցնենք, բայց ավելի լավ կլինի տանք մասնավորին։ Նույնն էլ ես արդեն 4-5 տարի ասում եմ, դա ջրամբարների մասին է խոսքը։ Եթե դուք պետքա X միլիոն ծախսեք, որ ջրամբար ունենաք, ավելի լավ է դուք ամեն տարի իր բիզնեսի համար X գումար տաք իրան առաջի 5-10 տարին։ Բայց ինքը այդ գումարները գնա հայթայթի բերի կառուցի այդ ջրամբարները, համել 10 անգամ ավել ջրամբար կունենանք։ Եթե կտեսնեք, որ ինքը բիզնեսով չի փագում, ասեք պետությունը քեզ մենք կաջակցենք։ Մեկ այդ ջուրը հավաքելու է տնտեսությանը տա։ Նկատի ունեմ, այս պետական մոտեցումը շատ լավն է, որ աջակցում ենք, բայց պետքա մասնավորին բերեք, դարձնեք մասնակից։ Ոնց որ նոր ես ասում եի, որ մասնավորը պետքա եւ ֆիզիկական անձերը պետք է մաս ունենան այն կազմակերպությունների, որոնք որ միջև անգամ լիցենզիայով է։ Հիմա ցանկ նույն ցանկացած կազմակերպության կարա հայ մարդը գնա արժեթուղթը ձեռք բերի, տարվա վերջում էլ ինչ-որ համապատասխան օգուտներ ունենա դրանից։ Խոսքը սրա մասին է, կխնդրեի, որ ու ցանկացած թունել, եթե մի կարճ թունել, ես օրինակ հիմա ուզում եմ իմանամ, այդ որ ավազը հավաքվում է Երևանից Սևան ճանապարհը, որ ավազ են օգտագործում, այդտեղ կարող է 1 կիլոմետր կարճանա։ Դրանով մենք արտանետումների ինչքանով է պակասելու, այդ 50 քանի կիլոմետր, որ հասնում են մինչև Սևան, եթե 1 կիլոմետր կարճանա, մեր էկոլոգիային ինչքան օգուտ է լինելու, միջազգայիններն էլ փող կտան տենց ծրագիր տանես, ասես 5 կիլոմետր կարճացնում ենք հիմնական ճանապարհներից մեկը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Սուքասյան։ Ինչպես գիտեք, վերջերս ազգային ժողովում քննարկվեց պետական մասնավոր գործընկերության գործառույթը էկոնոմիկայի նախարարությունից ֆինանսների նախարարություն տեղափոխելու հարցը եւ խաղային ոլորտը ֆինանսների նախարարությունից տեղափոխվեց էկոնոմիկայի նախարարություն եւ պետական մասնավոր գործընկերության հատվածը տեղափոխվեց ֆինանսների նախարարություն։ Ես տեսեք, մենք երբ որ
եք ծախսային մասն, որ պետությունը պետք է մասնակցություն ունենա։ Մենք երբ որ ցանկացած ներդրումային ծրագիր նայում ենք նաև իրան ՊՄԳ-ով անելու հնարավորությունը եւ վստահ եմ էկոնոմիկայի նախարարությունը այդ ուսումնասիրությունը արել է, այն ինչ որ դուք ասում եք դա քննարկվել է, այսինքն իրան ՊՄԳ-ով անելու հնարավորությունները դիտարկվել են, բայց այստեղ մենք շատ հաճախ խոսում ենք պետական մասնավոր գործընկերության մասին, որ ասենք ինչ որ մի հատ պետական ծառայություն պատվիրակենք մասնավորին, ինչը շատ լավ է հնչում, էլի, բայց այստեղ միշտ պետք է հաշվի առնենք, որ դա պետք է շատ արդյունավետ ձևով կառավարվի։ Եթե մենք ռիսկերը ճիշտ չգնահատենք, եթե մենք այդ ռիսկերի բաժանումը ճիշտ չանենք, դա կարող է շատ ավելի մեծ խնդիրների բերի մեր համար, քան այն արդյունավետության ուրեմն դրական կողմերը, որը ունենում ենք մասնավոր կազմակերպության կողմից որևէ ծրագիր իրականացնելու միջոցով։ Այստեղ ուղղակի բոլորի համար ակնհայտ փաստ է այն, որ այն փողը, որը մենք ենք պարտքով վերցնում եւ այն ինչ որ մասնավորն է պարտքով վերցնում, դա տարբեր արժեքներ ունեն։ Մենք ավելի ցածր գնով ենք պարտք վերցնում, եւ մեր ծախսը որևէ այլ հավասար պայմաններում, այսպես ասենք, որևէ ենթակառուցված սարքելու դեպքում ավելի փոքր է, մենք շահույթի մարժը չենք ավելացնում վրան, մասնավորը շահույթի մարժը է ավելացնում վրան, թեև այո, ինքը ունի արդյունավետության որոշակի հա, բայց այն դեպքում էլ մենք պետք է սպասարկենք, որովհետև հնարավոր է։ Ճիշտ է։ Որպես պետություն, ցանկացած պետություն, ինչ պետական վարկերը վերցնում ավելի ցածր տոկոսով, բայց մեծ հաշվով ես ասում դա պետության գործունեությունը չի, որ պետությունը բեռը վերցնի իր վրա։ Դա պետք է հանձնի կառույցին, ասի ես 10 տարվա մեջ քո այդ էսի խնդիրը կլուծեմ, բայց ոչ թե ինքը, նախ դուք տալիս եք, ես չգիտեմ ինչ արդյունավետությամբ կաշխատի, որ դուք մասնավորին տակ դա կառուցվի, արդեն այդ կառուցման մեջ ես պետք է տեսնեմ դրա արդյունավետությունը։ Իսկ նա որպես մասնավոր հենց դա գալիս է ձեզ հետ հավասարում, որտեղ դուք այդքան արդյունավետ չեք որպես պետական մարմին, նա ավելի արդյունավետ է իր ծախսերով, իր մասնագիտական կառույցներով, եւ քանի որ զոր կառույցներ են, նրանք իրենց աշխատողներին են ուղարկելու։ Ճիշտ եք, պարոն Սարգսյան, ձեր ասածը ընդհանուր ճշմարտությունն է, բայց ցանկացած ամեն առանձին դեպքում պետք է ուսումնասիրություն արվի, հասկացվի ինչքանով է դա տենց, որովհետև որոշ դեպքերում դա տենց է, օրինակ, երբ որ մենք խոսում ենք, ասենք, ջրային ոլորտի մասին խոսել ենք, այսինքն Վեոլային է տրվել պայմանագիրը, իրանք են իրականացնում, օրինակ մեր ջրերի կառավարումը, նույն ՊՄԳ-ը։ Հիմա դուք ասում եք վատ է, այսինքն դուք կառավարում եք տվել։ Ես ասում եմ մասնագիտական կառույց, որոնք որ գալու են ներդրումը կատարելու են, ամբողջ աշխարհում ունեն հազարավոր նույն դեպքն է։ Վիոլա ջուրը ինքն է ներդրում կատարում։ Պետականը թե մասնավորը, ես դե պետք է մտի իմանալ այդ երկրում ինչա թե բանա։ Մասնավորը։ Միքսը, կարայ միքս։ Շատ լավ կառավարում։ Այդ հենց տրանսֆորմացիան կառավարում մեր երկրի, մեր հասարակության մեր պետական ինստիտուտների շատ բարդ է։ Հիշում եք օրանժի երբ որ կա։ Փաստորեն ձախողվեց, նա չկարողացավ մրցակցությանը դիմանալ, որտեղ այս հասարակության ու պետական մարմինը, չնայած այն ժամանակ ուրիշ պետական մարմիններ, շատ իր սխալներով մեծ, շատ չափից ավել կոռումպացված էր, դրա համար չդիմացավ էր մաքուր կազմակերպությունը, սա նկատած նա վաճառվեց ուրիշի եւ ավելի գնացներ դրեցին ու Հայաստանի իմիջն էլ բավականին Իմ ասածը այն է, պարոն Սարգսյան, որ հիմա ընթացակարգերը մենք բարելավում ենք, ցանկացած ներդրումային ծրագրի դեպքում մենք նաև ուսումնասիրելու ենք մասնավորին տալու հնարավորությունը եւ այդ ռիսկերը կառավարելով հույս ունեմ, որ առաջիկայում կունենանք հետաքրքիր ՊՄԳ ծրագրեր, որը հետո կնայենք, հույս ունեմ լավ արդյունքներ կունենանք։ Ճիշտ է, պետք է ասենք, որ վերջի տարիներին Հայաստանում ՊՄԳ ծրագրեր ըստ էության չեն արվել, եւ մենք նախկինից ունենք որոշ ծրագրեր, որոնք օրինակ Զվարթնոց օդանավակայանի ծրագիրն է, նույն Վիոլայի պայմանագիրն է կամ
Հարավ-Կովկասյան երկաթուղու պայմանագիրն, այսինքն սրանք ՊՄԳ ծրագրեր են, որոնք գնահատման եւ արդյունավետության բարձրացման հարցեր ունենք որոշ կետերում։ Այդ ջրամբարների հետ կապված էլ համաձայն եմ, ուղղակի պետքա ձևաչափը գտնենք այդ բանը իրականացնելու, եթե առաջարկներ լինի, սիրով կարող ենք Հա, որպես պետություն, օրինակ վերստենք ջրամբարը, դուք այսօր դրա ժամանակը չունեք, միջև մրցույթ հայտարեք, միջև են, պետական մարմինը երկար ճանապարհ անցնելու, մասնավորը գնում է, անում է, բայց մասնավորի համար ինքը այդքան ձեռնտու բիզնես չի, բայց վերջնական արդյունքը, որ այդ ջրամբարը կա, ջրամբարով 1000 հեկտար հող է ջրվելու, այդ 1000 հեկտար հողի 3 տարի շուտ ա եղել կամ 4 տարի, այդ հողից եկած պրոդուկտը արդեն քո երկրի հավելյալ արժեք է ստեղծել, այս վերջնական արդյունքով պետք է նայենք, միջև տրամաբանական ավարտ է, թե տրամաբանական ավարտով չենք նայում, բայց միշտ տենց պետք է նայենք, որ մենք կարողանանք այդ մեկը մյուսին, հիմա այսօր ես գիտեմ, պարոն Պապյանն էլ գիտի իր համակարգի, որ 4 տարի առաջ տնկած ծառերը այսօր արդյունք են տալիս, դա արդեն վերամշակվում է, դա այդ ձևով պրոդուկտ է դուրս գալիս, որը որ համախառն ներքին արդյունքը բարձրացնում է, խոսքը սրա մասին է, շնորհակալություն։ Ուղղակի մեր երկրում ջրի գինը այնքան ցածր է, որ որևէ մասնավոր հիմնարկ, որևէ մասնավոր ներդրող այդ ջրի գնի պայմաններում չի կարող ներդրում անել, եւ մենք առաջերտին պետք է մտածենք ջրի գինը շուկայական մակարդակի բերելու մասին, որը նաև կապ ունի մեր գյուղատնտեսության ոլորտը ավելի արտադրողական դարձնելու հետ, իսկ սա process-ներ են, որը պետքա զուգահեռ գնան եւ մենք ես ճիշտ ասած չեմ լսել, որ մեկը հետաքրքրված լինի ջրամբար կառուցելով, այս պահին քննարկում ենք, ասենք մեր ներդրումային կոմիտեում կարդ, եթե չեմ սխալվում, մի 5 նոր ջրամբար կառուցելու ծրագիր ենք քննարկում, բայց դա իրականացվելու է պետական ներդրումների միջոցով Էլ ինչ-որ հարց մնաց, որ չպատասխանեցի։ Պարոն Հովհաննիսյան, ինձ հետաքրքիր էր կոնկրետ Մաստարայի ջրամբարի հետ կապված ինչ փուլում է, մրցույթ հայտարարվել է, չի հայտարարվել։ Ես կդժվարանամ հիմա այդ հարցին պատասխանեմ, ուղղակի մեր կառույցը Վարկի պատասխան, բայց մրցույթներն էլ եք, էլի։ չէ, մրցույթ Պրոցեսները բայց դուք եք անում։ չէ։ Ֆինանսների նախարարությունը համաձայնագիրն է ստորագրով, որով միջոցները հասանելի են դառնում, արդեն ծրագրի իրականացման գրասենյակի միջոցով այս ծրագիրը իրականացվում է, չէ։ Մենք հայտարարում ենք միայն այն մրցույթները, որոնք վերաբերում են մեր գործառույթներին։ Օրինակ, ինչպես ասեցի, այդ տեղեկատվական համակարգերի գնման մրցույթներն է, որ մենք գործարկել ենք։ Շատ լավ, եթե պարոն Հովհաննիսյանին հարցեր չկան,